Դեմոկրատիա օրենք կարգապահություն։ Դոկ կուսակցությունը առաջիկա ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով 15 համարի ներքո ավելի քան 80 հոգանոց ցուցակով։ Քաղաքական ուժի հիմնական նպատակը իշխանափոխությունն է, ժողովրդավարության մարդկանց համար բարենպաստ կենսապայմանների ապահովումը, բանակի հզորացումը։ Որ այսօր շատ կարևոր է յուրաքանչյուր ազգի համար բանակ պետք է ունենաս, որ դու լինես հզոր։ Ընտրվելու դեպքում դոկ կուսակցությունը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակները, ապահովել անվճար բարձրագույն կրթություն, դատաիրավական համակարգի անկախություն։ Համակարգը ըստ Գևորգյանի պետք է ոչ թե անձին, այլ ժողովրդին ծառայի։ Դոկը առաջարկում է փոխել նաև Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Կարևորը որ անցնենք կիսանախագահականի, որպեսզի անձը չորոշի ինքը իրեն կառավարի եւ ինքը իրեն հրամաններ տա։ Դա մեր առաջին նաև այդ կետերից մեկն է։ Տնտեսականն էլ ջուրը, հողը եւ ընդերքը կարող ենք պետականացնել, գոնե ինչ որ 50 եւ ավել տոկոսով պետականացնել։ Օլիգարխները, որոնք այսօր հարկերը չեն վճարում կամ վճարում են անձանց ջեբն է գնում, դա կգնա պետական բյուջե եւ որից արդեն կարող ենք տեղից բարձրացնել թոշակառուների հենց կոնկրետ թոշակառուների թոշակները։ Քաղաքական ուժը փոփոխություններ է առաջարկում նաև անվտանգության ոլորտում, կարևոր համարում սահմանադրության կետերի պահպանումը։ Ի տարբերություն մյուս ուժերի քայլարշավ չեն սկսի։ Կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն իրականացնելու է մի քիչ այլ մարտավարությամբ, բայց անպայման ասելիքը ընտրողին կհասցնեն։ Դե պասեմ երևի թե Վարդան Ղուկասյանի հետ կապված կարիք չկա քարոզարշավ անելու, ժողովրդի իրեն ճանաչում է, տեղյակ է իր ծրագրերից, ամեն ինչից է տեղյակ է, մի քիչ այլ բանաձևով ենք աշխատելու։ Մայիսի 3-ի նիստում ԿԸՀ-ն մերժեց դոկ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարի կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրանցումը, պատճառաբանությամբ, որ նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի է եւ բնակվել է Հայաստանում։ Պատգամավորի թեկնածու Աշոտ Մկրտչյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում, չի ընդունում ոլորտում վերջին տարիների փոփոխությունները։ Համարում է, որ պետք է բարեկային ծառայությունը վերածվի նորից ճանապարհային ոստիկանության, իր բոլոր իրավունքներով եւ պարտականություններով, համարում է, որ պետք է օպերատիվ ծառայությունը ավելի մեծ լայն հնարավորություններ եւ տեխնիկական հնարավորություններ ունենա եւ համարում են պետք է նորից անցնենք երևի ավելի մոտ սովետական միլիցիայի համակարգին, որովհետև արդյունավետ էր շատ։ Դոկ կուսակցության համար ընդունելի չէ նաև վարվող արտաքին քաղաքականությունը, առաջարկում են հավասար գործակցություն բոլոր պետությունների հետ։ Ժպիտը դենքներից կարող ենք բոլորի հետ համագործակցենք։ Այնքան են հարաբերությունները բոլորի հետ սրել այս իշխանությունը, բայց ոչինչ, փառք տանք մեր անցնելու դեպքում, երբ կանցնի մեր կուսակցությունը կանցնի, կտեսնեք։ Ասում եմ չխոսանք անպագոր, ոնց որ մնացած այսենց կանենք, կնենց կանենք, չէ, նաև Արցախի վերադարձը շատ դժվար է լինելու, բայց նաև մեր ծրագրում կա Արցախի վերադարձը։ Կհամագործակցի դոկ կուսակցությունը այլ ուժերի հետ։ Գևորգյանի խոսքով հարցը դեռ չեն քննարկել, քայլերը ցույց կտան, կախված է դաշտի խաղացողներից։ Մայա Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։